Այսօր Սուրբ հայկական օջախ ստեղծելու օր է։ Վահե և Նելին որոշել են կազմեն Սուրբ հայկական ընտանիք։ Ունենան լիքը բալիկներ և ծաղկեցնեն ազգը։ Զույգերը այսպես ճախրեն իրենց կյանքում։ Հայկական Սուրբ օջախ։ Ու գեղեցիկ ռեստորան է, որտեղ հիմա հավաքվել են բազում գեղեցիկ մարդիկ և նշում են մեր Վահեի Նելիի ընտանիք կառուցելու գեղեցիկ հարսանյաց հանդեսը։ Աջիկ։ Բարեկամներս, հարգանքներս, մենք հիմա գտնվում ենք Սուրբ քաղաք Էջմիածնի մուտքի մոտ, որտեղ երևում է Գրիգոր Լուսավորչի աչը, Սուրբ Ռիփսիմեն, իսկ աչից գեղեցիկ ծաղկած դաշտերն են։ Հրաշք մի տեսարան, գարնանային կանաչ, ծաղկեցնող և ապրեցնող տեսարան, որի մեջ մենք մեզ գտել ենք ու գնում ենք լավ առիթի։ Այսօր Սուրբ հայկական օջախ ստեղծելու օր է։ Վահե և Նելին որոշել են կազմեն Սուրբ հայկական ընտանիք, ունենան լիքը բալիկներ և ծաղկեցնեն ազգը։ Այսօր այն օրն է, որ նրանց սերը արդեն վերաճել է ավելի լուրջ էմոցիոնալ զգացողությունների և նրանք պատրաստ են լուրջ քայլերի և հենց այսօրվանից սկսած նրանք միավորվում են և շարժվում են կյանքի ճանապարհով առաջ, կյանքի ճանապարհով առաջ։ Ճանապարհ եմ ասում, ճանապարհ ցույց տու։ Կյանքի ճանապարհներով առաջ են գնում։ Բարեկամներ, այսօր Վահեն ու Նելին ամուսնանում են, իսկ նրանք ունեն անակնկալ մեր Վահեի ընկերների կողմից, Մերսիդայի և նրա ամուսնու Արմանի կողմից, նրանց ընտանիքի կողմից մենք բերել ենք օրհնանքներ, շնորհավորանքներ, որովհետև նրանք հրավիրված են եղել հարսանեկան արարողությանը, բայց հարգելի պատճառով ներկա չեն, որովհետև գտնվում են հեռավոր Սամարայում։ Չեն կարողացել գալ, հասկանալի է, ընդունելի, բայց նրանց ներկան մենք ստանալու ենք։ Նրանց անունները այսօր կհնչեն սրահում, ծափեր էլ կհնչեն, մեր զույգին էլ կհասնի օրհնությունը։ Իսկ այսօրվա մեր առիթը չքնաղ ու գեղեցիկ առիթը Նորդվին ռեստորանում է։ Տեսեք ինչ հրաշք, շինություն է։ Ես միշտ հիանում եմ այս շինությամբ, այնքան հարուստ է կառուցված իր զարդանախշերով, որ միշտ կարող ես նայել ու հիանալ։ Առջևում ընկերներ յոլերն են։ Յոլերը շրջանցելու համար մենք այս տեղով կանցնենք, որովհետև բավականին չարչարվեցինք մեքենան, մաքրեցինք, որպեսզի չմտնենք ցեխափոսերի մեջ ու չմտանք։ Բան է, էլի, լվացման կետը չարչարվավ ավտոմատ, թե չէ մենք անձամբ չենք արել ինչ-որ արել ենք, ահա դրսում արդեն նկատվում են հարցանքավորները, լմիացրու զում արա, նրանք դեռ չեն սկսել հարսանեկան արարողությունը, բայց շուտով կսկսեն, մենք էլ պատրաստ կլինենք նրանց սկսելուն։ Հիմա ընկերներ մուտք են գործում ավտոկայանատեղի Նորդվինի, որը բավականին մեծ է, լայնարձակ և հագեցած հզոր անվտանգությամբ։ Մեր աղաս աղբոր գլխավորությամբ բոլոր անուշ աղբերները այստեղ հետևում են, որ ձեր մեքենաների վրա հանկարծ մի խազնին չաչելնի։ Դրա համար օրվա վերջ, եթե դուրս եք գալիս, նրանք ձեզ հանդիպում են, տվեք ձեր սրտի չափով, ձեր սրտի ուզած չափով գումարներ, թող նրանք իրենց լավը զգան, որովհետև աշխատում են մեզ համար, մեր հարմարավետության համար։ Ինքնաթիռի ճախրանքն ենք նկարում, թող մեր զույգերը այսպես ճախրեն իրենց կյանքում, սիրեն իրար և լինեն հզոր։ Դիմանան կյանքի բոլոր դժվարություններին և փորձություններին, որոնք կտրվեն։ Իսկ մենք հիմա համբերատար կսպասենք, մինչ գեղեցիկ ու բարի հավաքված հյուրերը լավ մաղթանքներով ներս կգնան և կսկսեն հրաշք առիթը։ Տեսեք, հավաքվել են հիմա ու սպասում են, որ ներս գնան։ Ժամը հիմա 6:05 րոպե, մենք կսպասենք մի կես ժամ կտեղավորվեն, հետո մենք կգնանք այնտեղ կկայնենք հյուրերի պես, հետո կմտնենք ներս։ Իհարկե, այդպես է կյանքը, բարեկամներ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ձեզ հետ էր Մարգարյան Ստեփանը, Գրիգորյան Վարդանը եւ էլի լիքը մարդիկ ումանները չեմ տալիս։ Գեղեցիկ արև է։ Ամպերի մեջից արևը ծագեց, այս գեղեցիկ տեսարանը, այս գեղեցիկ այգին նկարի, հետո գեղեցիկ արևը ու գեղեցիկ ռեստորանը, որտեղ հիմա
հավաքվել են բազում գեղեցիկ մարդիկ եւ նշում են մեր վային էլի ընտանիք կառուցելու գեղեցիկ հարսանյաց հանդեսը։ Միթե իրական ես, հեքիաթիշ ես, հայտնվել Դու ինքդ չգիտես ինչքան ես, սրտի շապը Մենք հենց նոր իմացանք, որ մեր Փեսան էլ, մեր Վահեն էլ 44 օրյա պատերազմի մասնակից է, այնպես որ մեզ համար կրկնակի եռակի տոն է այսօր, որ պատիվ ունենք նման լավ անուշախոր առիթի ներկա գտնվենք։ Հիմա մենք սպասում ենք, որ Գորը հանդիսավարը, մեր աղբերը մեծամորձի հայտարարի, մտնենք ներս անակնկալ անելու։
Ձեի կտրում բոլորով միասին երեկոր շահորակեն հորեկավներ։ Ասեմ, որ քանի որ ձեր կենաց դա, մեր սիրո հարակետկավ ունենք, որ ես հիմա ուզում ներսին անել, մեր շատ տաղանդավոր եկեն ամեզ այցելել, ով իրականում հայտնի է հանգարձակի նվերել բերելով սիրոն նվերել, ասպասելի շատ մոտ մարդկանց կողմից։ Ես Ստեփանին ուզում եմ հրավիրել պարագի կենտրոն, խոսակովը մեր սիրով ուզում եմ փոխանցել։ Իմ շատ լավ, իմ շատ ուրախ են կերոջը, ով խոսում եմ միշտ սրտից։ Հենց որ հիմա մենք լսելու ենք Ստեփանի սրտից, բայց ձերի կերելի ով։ Շնորհակալ եմ բոլորին, բարով եք հավաքվել եւ ձեր հավաքված այս գեղեցիկ մարդկանցով հիմա ես կուզենայի որ ծափեր տակ, հələ տենանք լավ եք ծափեր տալի։ Չէ, DJ, բարեկամս, DJ դարձ, սպասիր լսենք իսկական ծափեր, հələ ծափեր տանք տենանք։ Շատ ապրեք, արդեն լավ է ծափերը, բայց ես մի գաղտնիք գիտեմ, որ ծափերը ավելի է թեժանում, բայց մինչ այդ ծափերին հասնելը ես ուզում եմ այստեղ կենտրոնական պարահրապարակ հրավիրենք մեր վային եւ Նելին։ Այդպես որ նոր ծափեր եք տալիս, չէ՞։ Դες բայց կարող եք քիչ կամաց տեմպով ծափեր տալ, որ մեր զույգերի քայլվածքը մեր այսօրվա թագավորի թագուհու կենտրոնական պարահրապարակ գալը լինի ծափերով։ Հələ տենանք կարակ, մոտենում են նրանք, այսօր նրանք որոշեցին իրենց սերը ավելի լրջացնել և միասին ստեղծում են հայկական սուրբ օջախ և նաև իրենց կյանքը, սիրով լինեք և Աստծո օրհնությամբ, շատ գեղեցիկ են գալիս էլ ընդեն նայ, Վահեն ուրախ է, Վահեն երջանիկ է, Վահի ջան, իրականում ես հիմա ֆիքսվել եմ քո վրա, որովհետև դու շատ լավ, շատ ուժեղ փեսա ես ու քեզ հալալ է, որովհետև դու մեր 44 օրյա պատերազմային արծիվներից ես, որ այսօր այստեղ փառքով եկել հասել ես ու ամուսնանում ես, մեր ծափեր տանք մեր բոլոր տղաների համար, ովքեր խիզախ են և հզոր։ Հիմա ես քեզ ծաղիկներ կտամ, բայց չեմ նվիրի։ Տալիս եմ, որ դու նվիրես, որովհետև այս ծաղիկները մեծ սիրով ուղարկված է ձեր զույգին որպես օրհնություն և լիքը սեր։ Նվիրի գրկի Արսիկին մի հատ էլ պաչիկ։ Արևից պայծառ են, քո ժպիտն ու ձայնը, ջերմանում եմ ես հետ։ Ձեզ համար շատ կարևոր մարդիկ, շատ սիրող մարդիկ են կազմակերպել և ասեմ, շատ էսյանեյան չգնանք, ասեմ մի անգամից, որ քո կողմից է։ Իսկ թե ովքեր են մի հուշում էլ կանեմ, հրավիրելս չեն կարողացել գալ։ Այ կեչի, լավ, հələ մի րոպե։ Ուրեմն, այս անակնկալը շատ կարևոր է նրանով, որ քեզ շատ սիրում հարգում են ու ընտանիքի կողմից եմ եկել, երկու հոգի են, ամուսնացած, ու շատ են քեզ սիրում, դու նրանց ընկերն ես, հարցիկ լավ ընկերներ ունեք, ովքեր գտնվում են Ռուսաստանում, բայց ով կլինի, ուզում ես մի անգամից ասեմ, շատ ես մտածում, ես այսօր տեսա դու շատ խառն էի, չէ որ ամուսնանում ես, անակնկալը, լավ ես էլ բացեք նոր ասեմ, հա, ես էլ բացեք, Նելի և Վահե, ձեզ լիքը սեր երջանկություն, ու բոլոր այստեղ հավաքված մարդկանց սրտի ամենաջերմ ցանկությունը ես դա է։ Ասպես լավ իսացվի։ Հիմա քանի որ հարցիկը ժպտում է, եկեք թող հարցիկի կողմը լը ծափեր տա, տենանք ոնց է տրամադրությունը, այն կողմն է։ Լավ, իմացանք, դե հիմա պեսայի կողմն է ծափեր տալիս։ Կանգում, ճամփիս եկած փոթորիկներով։ Որ դուք երկուսով ես ծափերը լավ հիշեք։ Բոլորը այս ծափերով ձեզ ուղեկցում են գեղեցիկ կյանք, որպեսզի լավ լինեք, առողջ լինեք։ Իսկ անակնկալը եւ ներկայությունը մենք ապահովում ենք քո լավ ընկերների Արմանի եւ Մերսիդայի անունից։ Նրանք չեն կարողացել գալ, դրա համար եկել ենք մենք ու նրանց սերն ու արգանքը փոխանցում ենք բոլորին։ Առողջ լինեք, լավ լինեք։ Եվ իհարկե ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել մեր փեսայի ծնողներին, որովհետեւ նրանք ունեն որդի, ով ավաղ, այսօր մեր կողքին չէ, բայց նրա արած գործը հավերժ մեզ հետ է, այսօր էլ մեր Վահեի այս քայլը դրա վառ ապացույցն է։ Մի հատ էլ լավ, բարձր գեղեցիկ ծափեր տանք մեր Արման Գրիգորյանի համար։ Շնորհակալ ենք ձեր ծնողներին, մեր տիկին Հերմինեին եւ պարոն Յուրիկին։ Շնորհակալություններ, որտեղ են նստած նա։ Շնորհակալ ենք։ Այսօր լավ օր է, ուրախ օր է, գործն էլ լավ հանդիսավար է, հաստատ եմ ես կանի, որ շատ լավ անցնի, ձեզ լավ օր բարձր տրամադրություն։
Ստեփան Ալվարես եկել է, շնորհակալություն այցիդ համար, շնորհակալություն առաքելկալի համար։ Միշտ սիրտս քեզ է ընտրել ու կմնալ Եկեք ժամանակ շնորհել, մտը եւս կփոխենք ուրախանանք քեֆան, այսօր քեֆանելու հա։ Դիքեն կա, բեպա ապրակում ես եկել ես, բարում է։ Վարդանը գալիս է ծանր, Վարդանը դժվար է քայլում, բայց նա կհաղթահարի այս փորձությունը, որովհետև իր աչքի առաջ եղավ այն պահերը, որ ես էլ չէի կարողանում քայլել, բայց հիմա տեսեք քայլում եմ, դաժե կարամ վազեմ, այնպես որ փորձությունները տրվում են միշտ եւ ամենտեղ։ Ազապ աղբերն էր մեր եթերում, ով գնաց իր ընկերների հետ քեֆ անելու։ Եվ նա ժիվոյ չտեսավ իմ անակնկալը, բայց վստահ եմ տեսանյութով կտեսնի ու կամուսնանա, հա։ Այս անգամ չի ստացվելու խույս տալը, հիշիր բարեկամ։ Հա, վсё, գնացինք։ Գնում ենք հիմա, իշնենք նաբերեժնի աղբերս։ Արե հայերեն ո՞նց են ասում դրան։ Ափամերձ հատված Երևանի։ Գնում ենք այնտեղ։ Տեսեք ինչ գեղեցիկ է շուրջ բոլորը։ Լավ է, դե անջատի ինչ ես նկարում, այլ նկարելու բան չկան, ես նկարում սավակ։ Չեմ ուզում, մի նկար։ Այս ձեն եկավ։ Կոճղակների ձայններ։ Գնանք բարեկամ, գնանք հասնենք մեր մնացած գործերին։ Ապրես էս բան չարին, ոչինչ որ նկարում էիր։